միայն 2025 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով հետևյալ պատկերն ունենք։ Ծրագրի շահառուների թիվը 366432 է եւ աճը նախորդ ամսը համեմատ 3.6%, այսինքն մենք տեսնում ենք տենդենց աճի։ Անկանխի գործարքների հանրագումարը 14 միլիարդ 768 միլիոն դրամ եւ աճը 6.9%, մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ, աճը 2.8% եւ ստացված հետվճարի ծավալը 1 միլիարդ 523 միլիոն դրամ, աճը 6.5%, նորից եմ կրկնում, խոսքը հոկտեմբեր ամսվա մասին է։ Ուզում եմ նշել նաև, որ նոյեմբեր ամսվա ցուցակներով կենսաթոշակ եւ նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661811, որից 600126-ը իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով եւ հետեւաբար այս 366000 այս ծրագրի շահառուների թիվը կազմում է անկանխիկ ստացողների 61%-ը։ Եվ մենք մեր քաղաքականություններով ըստ էության խթանում ենք, որ այդ թիվը աճի եւ մի ամփոփ թիվ ուզում եմ ներկայացնել ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս իրականացվել է կենսաթոշակային քարտերով 314 միլիարդ 194 միլիոն դրամի անկանխիկ գործարք եւ հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել 30 միլիարդ դրամ։ Մինչ օրս ուրիշ թվեր էլ իհարկե կա ձեռքի տակ, օրինակ, որ միայն այս տարի մենք արդեն վերադարձել ենք 13.5 միլիարդ դրամ, չհաշված նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսները, իսկ 2024 թվականին դա եղել է 16 միլիարդ դրամ, այսինքն աճը ակնհայտ է եւ մենք տեսնում ենք քաղաքացիների հետաքրքրվածությունը եւ նաեւ հաշվի առնելով մեր նախորդ նիստին ընդունած որոշումը, որով մենք ըստ էության ամեն ինչ դարձնում ենք անկանխիկ, նույնիսկ այս մեր 60000 քաղաքացիներին կվճարենք կենսաթոշակները եւ նպաստները անկանխիկ եղանակով, ես կարծում եմ, որ կրկին կունենանք թվերի ավելացում, ինչը ըստ էության կենսաթոշակների կամ նպաստների ավելացում է նշանակում, միջին ավելացումը հաշվի առնելով այս մեր թվերը 3500-4000 դրամի շրջանակներում կլինի, բայց յուրաքանչյուր ավելացող մասը, բայց յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի իրավունք օգտվելու այս ծրագրից, կարող է պոտենցիալ 10000 դրամ ունենալ ավելացում գումարային։